Հայաստանում բնապահպանական շարժումները սկիզբ են առել 1970-ականներին, 50-ականներին և 1960-ականները բավականին ծանր տարիներ էին էկոլոգիական տեսանկյունից ամբողջ աշխարհի մակարդակով, գիտենք այդ ատոմային ռումբերի փորձարկումները, արդյունաբերականացման կատաղի տեմպերը, դրանք բերել էին էկոլոգիական, այսպես ասած, խնդիրների սրման։ Եվ այդ համատեքստում բավական կարևոր համարվեց հատկապես 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից գումարված մի վեհաժողով, որը նվիրված էր էկոլոգիական խնդիրներին, կարևոր համարվեց այդ միջազգային դիսկուրսին արձագանքելը եւ ցույց տալը, որ Խորհրդային Միությունը նույնպես կարևորում է այնպիսի հարցեր, ինչպիսին որոնք միջազգայինորեն առաջնային նշանակություն ունեն։ Այդ ժամանակ հայտնի էր այսպես կոչված ԴՕՊ-ը, Дружина охраны природы, եւ որոնք որ հենց այդ երիտասարդներից կազմված խմբեր էին, որոնք բարձրացնում էին բնասիրական հարցեր, այդպես նաեւ ստեղծվեց Պատանի բնասերների կայան կոչված այդ հաստատությունը, որը գտնվում էր Երևանում։ Այս ամենի ֆոնին չափազանց նշանային եւ կարեւոր է 1970-ականների իրադարձությունների մեջ այն, որ Հայաստանում այս բնասիրական եւ բնապահպանական դիսկուրսը ինքը նաեւ ստացավ քաղաքացիական բնույթ։ Այդ շրջանում շատ հետաքրքիր է, որ Խորհրդային Միությունը չնայած ինքը տոտալիտար պետություն էր եւ խիստ վերահսկում էր ցանկացած տիպի պաշտոնական դիսկուրսից դուրս տեղի ունեցող քննարկումները, հավաքները եւ ընդհանրապես ոչ պաշտոնական դիսկուրսները, սակայն ուներ, այսպես ասած, թույլատրելի եւ ոչ թույլատրելի միջակայք։ Այդ երևույթը ձևավորվել էր 1950-ականների վերջերին, երբ որ Ստալինի մահից հետո նրան հաջորդած Նիկիտա Խրուշչովը քննադատեց նրա անձի պաշտամունքը եւ սկսվեց բոլորին հայտնի այդ Խրուշչովյան ձնհալի շրջանը, որտեղ, այսպես ասած, համեմատականորեն թույլատրվում էին որոշ ազատություններ, այդ թվում նաեւ կարծիքի արտահայտման որոշ ազատություններ։ Եվ այդ կոնտեքստում Հայաստանում նույնպես հասարակության տարբեր խմբերում, հատկապես մտավորական խմբերում ձևավորվեցին այդպես դիսկուրսներ եւ հայտնի այդ տարիներին հատկապես ակադեմիկոս Արաքսիա Բաբայանի գրած հոդվածը կոմունիստ թերթում, որը վերաբերում էր Նաիրիտ գործարանի հնարավոր վտանգավոր ազդեցություններին Երևանի բնապահպանական միջավայրի վրա։ Այդ այլախոհական շարժումների համատեքստում էր, որ 1970-ականների վերջերից եւ հատկապես նաեւ 80-ականներին բնապահպանական թեման դարձավ քննարկվելիք թեմա։ Հայաստանում, ընդհանրապես աշխարհում սկիզբ առած դիսկուրսը բնապահպանական ինքը ուներ մի քանի հիմնական շեշտադրում։ Կարելի է առանձնացնել հատկապես այսպես կոչված էկոցենտրիկ հարցադրումները կամ էկոցենտրիկ շեշտադրումները, այսինքն երբ որ կարևորվում էր ինքը բնությունը բնապահպանական քննարկումներում, բնության պահպանությունը, մյուս ուղղությունը դա անթրոպոցենտրիկ, այսինքն մարդակենտրոն մոտեցումն էր, որտեղ որ բնության պահպանությունը կարևորվում էր մարդկանց առողջության եւ մարդու համար առողջ կենսամիջավայրի պահպանման տեսանկյունից։ Հայաստանյան բնապահպանական դիսկուրսը ձեռք բերեց էթնոցենտրիկ բնույթ։ Բնապահպանությունը սկսեցին կարևորել ազգի պահպանման տեսանկյունից, հատկապես արդյունաբերականացման հետևանքում ձևավորվող էկոլոգիական խնդիրները բացասաբար են անդրադառնում հենց ազգի վերարտադրության վրա եւ նայդիտ այդ համատեքստում էր, որ երկու հիմնական թեմա էր հատկապես առանցքային, նախ նայդիտի, դա արհեստական կաուչուկ արտադրող գործարանն էր, որը կառուցվել էր գտնվում էր Երևանում, եւ նաեւ Հայաստանի ատոմակայանին կարևոր մեկ այլ շրջադարձ Հայաստանի բնապահպանական շարժումներում տեղի ունեցավ հենց 1980-ականների կեսերին։ Այս գործընթացներին նպաստեց մեկ այլ փոփոխություն Խորհրդային Միությունում,
որը կապված էր Գորբաչովյան բոլորին հայտնի այդ վերակառուցման կուրսի հետ, որը սկսեց 1980-ականների կեսերին եւ ըստ էության դրա կարևոր մասն է համարվում այսպես կոչված գլասնեսը, հայերեն հրապարակայնությունը եւ այս process-ը երբ որ արդեն թույլ է տրվում էլի մարդկանց խոսել տարբեր խնդիրների շուրջ, ունենալ քննադատական կարծիք, այս համատեքստում խորհրդային միությունը ձևավորված 1985 թվականին Հայաստանում իհայտ եկավ բնապահպանական դիսկուրսը, հիմնադրվեց գոյապահպանություն կազմակերպությունը, որի հիմնադիրները հայտնի բնապահպաններ էին, Հակոբ Սանասարյանն էր, Կարինե Դանիելյանն էր, Խաչիկ Ստամբոլցյանը եւ Կարեն Սիմոնյանը, եւ նրանք սկսեցին արդեն ավելի կազմակերպված ձևով զարգացնել բնապահպանական դիսկուրսը, որոնց առանցքը էլի կազմում էր նայդիտի եւ ատոմակայանի փակման խնդիրը։ Եվ հայտնի է 1987 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած 200-300 հոգանոց, այդպես ասած, հանրահավաքը Երևանում եւ պահանջեր առաջ քաշվում նայդիտը փակելու։ Բնապահպանները դրանով չհանգստացան, իրենք նախաձեռնեցին էլի մի շատ կարևոր աննախադեպ մի բան, ստորագրահավաք եւ մոտ 3000 մարդ ստորագրեց 1987 թվականին տեղի ունեցավ մեկ այլ կարևոր կազմակերպության հիմնադրում Գոյապայքարի հիմքում կարելի ասել, որ ազգային դիսկուրսը շատ ավելի կարևոր է։ Կարելի ասել, որ Ղարաբաղյան շարժման աշխուժացման եւ էկոլոգիական շարժման աշխուժացումը 88 թվականին ընթացել է զուգահեռ։ 1988 թվականի փետրվարի 16-ին Շենգավիթի պիոներ պալատում, որը գտնվում է Նայդիտի մոտակայքում, տեղի ունենում մոտ 200 հոգանոց հավաք, որտեղ քննարկվում են Նայդիտի հետ կապված էկոլոգիական խնդիրները։ Հաջորդ օրը Աբովյանում իրենք կազմակերպում են էկոլոգիական բողոքի ցույց, որտեղ որ դրված է նորից այդ երկու հիմնական պահանջները՝ Նայդիտ գործարանի եւ Հայաստանի ատոմակայանի փակումը։ Եվ վերջին հաշվով որոշում կայացվեց կառավարության կողմից փակել այդ երկու գործարանները։ Սպասվածից մեծ մասնակցություն է ունենում եւ որպիսի այսպես ասած ոչ ցանկալի հետևանքներից խուսափեն, իրենք ցույցը վեր են ածում երթի դեպի Երևան։ Եվ այս երթը գալիս է ավարտվում է օպերայի հրապարակում, զուգահեռ նաև Ղարաբաղյան շարժման նվիրված, այսպես ասած, հավաքներն էին տեղի ունենում եւ ըստ Հակոբ Սանասարյանի հուշերի Ղարաբաղյան շարժման այսպես ասած ակտիվիստները կապվում են բնապահպանների հետ եւ առաջարկում են հաջորդ օրը անել համատեղ շարժում։ Էկոլոգիական թեման դարձավ Ղարաբաղյան շարժման եւ ազգային ազատագրական շարժման կարևոր նարատիվներից մեկը։ Հայտնի է հատկապես այդ շրջանում Խաչիկ Ստամբոլցյանի, որ գոյապահպանություն շարժման հիմնադիրներից էր, հացադուլը ազատության հրապարակում 1980 թվականի մայիսին շատ հետաքրքիր է, որ բնապահպանական ուղղությունը ինքը այդպես ոչ միայն կենտրոնացավ եւ բավարարվեց Երևանում Նայդիտի եւ ատոմակայանի փակման խնդիրների շուրջ պայքարով, այլ նաեւ տարածվեց Երևանից դուրս ամենահայտնին Ալավերդու պղնձա քիմիական կոմբինատի փակման հետ կապված արդեն ցույցերն էին, գործարանի այդ բացասական ազդեցության հետ կապված հավաքները նաև պատճառ դարձան հենց Ալավերդիում քաղաքացիական, այսպես ասած, ակտիվության ձևավորման 90-ականներին այլ կերպով բնապահպանական ակտիվիզմը շարունակվեց, այն մտավ կազմակերպչական նոր փուլ եւ կարելի ասել, որ 93-94 թվականին արդեն, երբ Հայաստանում ընդունվեց հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, բնապահպանական այն ակտիվիստները, ովքեր որ սկսել էին իրենց գործունեությունը 80-ականներին, իրենք հիմնադրեցին հասարակական կազմակերպություններ։ Դրանցից հայտնի Կարինե Դանիելյանի կայուն զարգացման հիմնադրամը 98 թվականին գոյապահպանություն կազմակերպությունը վերանվանվեց Կանաչների միություն, որը ղեկավարեց Հակոբ Սանասարյանը, ինչով էր կարևոր այս հասարակական
կազմակերպությունների ձևաչափի առաջացումը եւ քաղաքացիականացումը նախ շարժումը ձեռք բերեց քաղաքացիական բովանդակություն, բնապահպանական շարժումը եւ ձևաչափ եւ երկրորդ կարևոր բանը, որ այս շրջանում տեղի ունեցավ, դա այն էր, որ Հայաստանի բնապահպանական դիսկուրսը ինքը ինտեգրվեց եւ ադապտացվեց համաշխարհային համատեքստին։ Մասնապես խոսքը վերաբերում է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցող հայտնի վեհաժողովին, որտեղ որ ընդունվեց նաև հռչակագիր կայուն զարգացման մասին, եւ այս հռչակագրի թեզերը սկսեց ներդրվել հայաստանյան միջավայր։ Հայաստան սկսեցին որպես համագործակից կազմակերպություններ մուտք գործել նաև տարբեր տեսակի միջազգային ազդեցիկ կազմակերպություններ, այս փուլը նաև նշանավորվում է նրանով, որ հասարակական կազմակերպությունների ֆորմատ, այսինքն քաղաքացիականացումը, բնապահպանությունը դարձրեց, այսպես ասած, մասնակցային քաղաքականության ձևավորման կարևոր ոլորտներից մեկը, ինչի մասին է խոսքը, այն, որ Հայաստանը լինելով անկախ պետություն արդեն ձևավորել սեփական կառավարություն եւ բնապահպանության նախարարություն կար եւ բնապահպանական քաղաքականությունը ինքը որպիսի չընթանար քաղաքացիական վերահսկողությունից դուրս այդ գործում բավական կարևոր դերակատարում սկսեցին իրականացնել հենց հասարակական կազմակերպությունները։ Շնորհիվ 1990-ականների բնապահպանական շարժման հասարակական ֆորմատների ձևաչափերի ձևավորման արդեն 2000-ականներին մենք տեսնում ենք նոր ձևավորված այս սերունդը եւ կարելի ասել նոր սերնդի բնապահպանական շարժումները։ Հայաստանի բնապահպանական պատմությունը, որը որ սկսեց 1970-ականներին, ունեցավ զարգացում 80-ականներին եւ 90-ականներին ձեռք բերեց քաղաքացիական ձևաչափ, ինքը իր հասունացման, այսպես ասած, փուլը ունեցավ հենց այս 2000-ականների կեսերին եւ այն փոխանցեց հաջորդ սերնդին եւ հաջորդ սերնդի բնապահպանական շարժման առաջնեկը կարելի է համարել հենց Թեղուտի շարժումը։